Բարև բոլորին իմ ընկերներ, թող Աստված ձեզ օրհնի, կամ ավելի ճիշտ ասած, թող Աստված ձեզ օրհնություն դարձնի։ Սա Աստծո կամքն է բոլորիս համար, որպեսզի մենք օրհնության աղբյուրի նման լինենք, եւ ոչ միայն ստանանք, այլ նաեւ պարգևենք բոլոր նրանց, ովքեր մեր շրջապատում են գտնվում։ Մի անգամ ոմանք հարցրին Տեր Հիսուսին. «Ինչ անենք, որ Աստծո գործը կատարենք»։ Եվ Հիսուսն ասաց, որ Աստծո գործը անելը դա Հոր ուղարկածին, այսինքն Հիսուսին, հավատալն է։ Կարդալով այս խոսքը եւ մտածելով դրա մասին, շուտով դուք ավելի լավ կհասկանաք, թե ինչ է նշանակում ծառայել Աստծուն, որովհետեւ Աստծո գործն անելու համար նախ պետք է Աստծուց լինել։ Որպեսզի Աստծո գործն անեք, դուք պետք է հավատաք Նրան, ում Աստված ուղարկել է, Հիսուսին։ Երբ հավատում եք Հիսուսին, հավատում եք Աստծուն եւ հակառակը։ Բայց պետք է հասկանաք, Աստծուն հավատալը պարզապես նրա գոյությունն ընդունելը չէ, ինչպես սովորաբար մարդիկ անում են։ Մարդիկ ասում են, ես հավատում եմ Աստծուն։ Նրանք հավատում են, որ Աստված գոյություն ունի, բայց չեն հասկանում, թե ինչ է նշանակում հավատալ Աստծուն։ Դուք միայն այն ժամանակ կհասկանաք, հավատում եք թե ոչ, երբ անցնեք խնդիրների, դժվարությունների եւ տարբեր անարդարությունների միջով։ Միայն այդ ժամանակ կիմանաք, դուք ունեք հավատ Աստծո հանդեպ, թե ոչ։ Հենց այդպիսի անապատներում է ստուգվում մարդկանց հավատը։ Քանի դեռ դուք չեք անցել այդպիսի անապատներով, այդպիսի խնդիրներով, որտեղից կարող եք վստահ լինել, որ դուք իրապես հավատում եք Աստծուն, որ դուք չեք թողնի Նրան, եւ այդ վստահությունը միայն Սուրբ Հոգին է ձեր մեջ հաստատելու։ Միայն Նա է ասում, որ դուք Աստծո զավակն եք։ Ուրեմն վերադառնանք այն հարցին։ Մարդիկ հարցնում էին. «Ինչ անենք, որ Աստծո գործը կատարենք»։ Հիսուսն էլ ասաց. «Աստծո գործը սա է. հավատալ Նրան, ում Աստված ուղարկել է»։ Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ Աստծուն հավատալը դա այն է, երբ դուք ձեր ամբողջ կյանքն եք Նրան տալիս, ձեր սեփական կամքը զոհաբերում եք Նրան։ Աստծուն հավատալ նշանակում է դադարել ինքներդ ձեզ ծառայել եւ սկսել ծառայել Աստծուն։ Պետք է դադարեք անել ձեր սեփական կամքը կամ էլ ուրիշների կամքը եւ դրա փոխարեն Աստծո կամքով ապրեք։ Աստծուն հավատալը դա ամուսնության նման է, բայց առանց ամուսնալուծության տարբերակի, առանց բաժանման, առանց պլան B-ի։ Դա նշանակում է, որ դուք պետք է ձեր միտքը, հոգին, սիրտը, ձեր կյանքը եւ ձեր ապագայի ծրագրերը, ձեր երազանքները ամբողջությամբ Աստծուն տաք։ Վստահեք Նրան այդ հարցում։ Եվ ի վերջո, Աստծուն հավատալը նշանակում է Աստծուց լինել, պատկանալ Աստծուն։ Եթե դուք իրականում եք հավատում Աստծուն, կարող ենք ասել, որ դուք նրա սեփականությունն եք։ Շատերը ծառայում են Աստծուն եկեղեցում օգնելով, բարեգործություն անելով։ Դա կարևոր է, բայց դա դեռ Աստծուն հավատալ չէ։ Կան մարդիկ, որ ասում են. «Ես ծառայում եմ»։ Ես եկեղեցում ծառայող եմ եւ Աստծո գործն եմ անում։ Ասենք թե դուք Աստծո մասին եք խոսում, քարոզում եք փրկության մասին, օգնում եք ուրիշ մարդկանց, բայց նախքան ուրիշներին օգնելը, դուք պետք է նայեք ձեր վիճակին։ Արդյոք դուք իրոք հավատում եք Աստծուն։ Որովհետև երբ փորձություններ կգան ձեր կյանքում, երբ կհանդիպեք դժվարությունների, այնտեղ դուք կիմանաք, կհասկանաք, թե ինչ է Աստծուն ծառայելը, եւ դուք կանցնեք այս աշխարհի դժոխքի միջով, եւ եթե իրականում հավատաք Աստծուն, դուք կվստահեք Նրան։ Եվ դրա վերջում Աստված ձեզ կփառավորի, որովհետև դուք ձեր կյանքը վստահել էիք Նրան եւ ասել էիք. «Իմ Աստված, թող քո կամքը լինի»։ Աստծո կամքը, ոչ թե մեր։ Երբ դուք շատ դժվարությունների միջով եք անցնում, աղոթում եւ ասում եք. «Տեր, այս խնդիրներն անլուծելի են,
Բայց քանի որ այլևս իմ կյանքի Տերը ես չեմ, այլ դու ես, ես իմ կյանքը քեզ եմ վստահել, ապա ես չեմ փորձի կառավարել այս ամենը, և ես այդ ամենը քո ձեռքերի մեջ կտամ, թող կատարվի հենց քո կամքը, Աստծուն ծառայելու մեջ, հենց սա է ամենադժվար պահը, և հենց սա է նշանակում հավատալ Աստծուն, երբ հավատում եք, դուք վստահում եք Նրան, և ինչ էլ չլինի, դուք սպասում եք և ակնկալում Նրա միջամտությանը, և իհարկե պարզ է, որպեսզի Աստծուն վստահեք, որպեսզի կարողանաք սպասել Նրա պատասխանին, դուք պետք է իրապես Աստծունը լինեք, իսկ դա հնարավոր է միայն այն ժամանակ, երբ դուք մկրտվում եք Սուրբ Հոգով, որովհետև առանց Սուրբ Հոգու մարդու համար անհնար է սպասել Աստծուն և վստահել Նրան։ Ես կասեի, նույնիսկ ընդհանրապես այդպիսի բան չի լինում։ Ինչ-որ ժամանակ դուք կարողանում եք դիմանալ, սպասել, բայց հետո ամեն ինչ քանդվում է, և մեր այս ցանկությունը, որպեսզի խնդիրներն արագ լուծվեն, այնքան մեծ է, որ մենք Աստծուն չենք սպասում։ Իհարկե մենք նույնպես պետք է անենք մեր մասը, չպետք է ձեռքերը ծալած նստենք և ուղղակի ասենք, ես սպասում եմ Աստծո օգնությանը, իհարկե ոչ, բայց երբ դուք կանեք ձեր մասը, այ դրանից հետո հարկավոր է սպասել, որպեսզի Աստված էլ իր պատասխանը տա, հենց այդ ժամանակ, երբ ձեր մասից հետո ինչ-որ պահ դեռ պատասխան չի լինի, և արդեն ցանկանաք հուսահատվել, հենց այդտեղ պետք է հավատաք Աստծուն, պետք է վստահեք Նրան։ Դուք ովքեր հիմա լսում եք ինձ, գուցե դուք ինչ-որ հիվանդություն ունեք, գուցե դուք եկեղեցու ծառայող եք, բայց հնարավոր է ոչինչ չեք հասկանում։ Դուք ասում եք, ինչպես թե, ես ծառայում եմ Աստծուն, ուրիշներին օգնում եմ, բայց ինքս ինձ չեմ կարողանում օգնել։ Դա նշանակում է, որ դուք ունեք հավատ ուրիշներին օգնելու համար, բայց չունեք հավատ ձեր սեփական կյանքը փոխելու և ձեր փրկությունը պահելու համար։ Եվ սրա լուծումը Սուրբ Հոգու մկրտությունն է։ Հավատացեք Տեր Հիսուսին, և դուք կփրկվեք, բայց պետք է հավատաք ճիշտ ձևով։ Հակոբոս առաքյալն ասում էր, որ նույնիսկ դևերն են հավատում։ Հավատում են, բայց դրանից չեն դադարում դև լինելուց։ Ուրեմն, իրական հավատի ժամանակ դուք կարծես թե ամուսնանում եք Աստծո հետ։ Դուք Նրա հետ ուխտ եք կապում, և ձեր կյանքն ամբողջությամբ Նրան եք հանձնում։ Եվ միայն այն ժամանակ, երբ դուք կունենաք այդպիսի հավատ, դուք կունենաք կարողություն Աստծուն սպասելու, վստահելու, նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ պատասխան չեք ստացել։ Երբ դուք անում եք այն ամենն, ինչ ձեզանից է կախված, Աստված էլ կանի իր մասը։ Միայն վստահեք։ Հենց սա է կոչվում հավատալ Աստծուն։ Թող Սուրբ Հոգին պարզաբանի ձեր մտքերում այս թեման, Տեր Հիսուսի անունով, որպեսզի դուք հասկանաք ամեն ինչ։ Մինչ մյուս հանդիպում, իմ ընկերներ, ամեն և փառք Աստծուն։